Վարորդական իրավունքի տեսական քննության ավելի քան 1200 հարցից բաղկացած հարցաշարը հեշտ սովորելու համար շատերը դիմում են մասնավոր ավտոդպրոցների։ Ապագա վարորդների շարքում են նաև մինչև 18 տարեկան պատանիները, որոնք կարող են քննություն հանձնել, բայց վարելու իրավունք ստանալ չափահաս դառնալուց հետո։ Սեպտեմբերից ավագ դպրոցի աշակերտները հենց իրենց կրթօջախներում հնարավորություն կունենան անվճար մասնակցելու անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներին։ Նախաձեռնությունը համատեղ մշակել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և ներքին գործերի նախարարությունները։ Մեր շրջանավարտները, նույնիսկ եթե չեմ սխալվում, ավելի վաղ քննությունը հանձնելու տեսական հնարավորություն ունեն, նույնիսկ իրենք դպրոցում ուսանելու ժամանակաշրջանում կարող են հանձնել տեսական քննությունը եւ համապատասխան արդեն հմտություններ էլ ձեռք բերելով համապատասխան այլ դասընթացների միջոցով, որոնք արդեն գործնական կարողությունները իրենց կարող են ձևավորել, արդեն ավելի հեշտությամբ կարող են ստանալ վարորդական իրավունք։ Խմբակի մասնակիցները կսովորեն ճանապարհային նշաններն ու գծանշումները, լուսացույցի կարգավորողի ազդանշանները, հետիոտնի և ուղևորի վարքականոններն ու այլ գիտելիքներ։ Աշակերտներին կդասավանդեն վարորդական իրավունք ունեցող ուսուցիչները, որոնք շուտով կվերապատրաստվեն գիտելիքները թարմացնելու և նոր հմտություններ ձեռք բերելու նպատակով։ Խմբակավար աշխատելու համար պարտադիր է մանկավարժական կրթությունը, սա արդեն իսկ սահմանված է իրավական ակտերով, բայց կարծում եմ բնականաբար այն ուսուցիչները, ովքեր վարում են, իրենք ենթադրվում է, որ տիրապետում են այս բոլոր գիտելիքներին, բայց իհարկե բոլորս հասկանում ենք, մի բան է տիրապետել, մի բան է դրանք կրկնել եւ փոխանցել սովորողներին։ Կրթական ծրագիրը կնպաստի ապագայում երթևեկության մշակույթի ձևավորմանը, ինչն այսօր շարունակում է մնալ պետական կարևոր առաջնահերթություն, նշում է ներքին գործերի նախարարի տեղակալը։ Մկրտչյանի դիտարկմամբ ոլորտի հիմնական խնդիրը երթևեկության մասնակիցների, վարորդների եւ հետիոտների վարքագիծն է, որը ձևավորվում է կրթությամբ։ Մեր հիմնական, այսպես ասած, նպատակը, արդյունքային, այսպես թիրախային նպատակը այն է, որպեսզի մեր քաղաքացիները անվտանգային մշակույթ կրող լինեն եւ գիտակցեն, որ ճանապարհային երթևեկության կանոններին տիրապետելը դա նախ եւ առաջ իրենց մոտակա շրջապատի հարազատների եւ առհասարակ այլոց կյանքի եւ առողջության հիմնական երաշխիքն է։ Խմբակները կամընտրական են։ Փոխնախարարի խոսքով կրթական ծրագիրը ճանապարհներին կարգուկանոն հաստատելուն ուղղված պետական միջոցառումներից մեկն է։ Ասում է, օրինապահ քաղաքացին պետք է ձևավորվի վաղ տարիքից։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։